ճանաչումը եւ դատապարտումը դա նշանակում է քննարկում, ոչ, ճանաչումը եւ դատապարտումը նշանակում է փաստի արձանագրում պետական ամենաբարձր մակարդակով եւ մինչեւ հիմա բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, պաշտոնապես խորհրդարաների մակարդակով, պետությունների ղեկավարների մակարդակով ճանաչել եւ դատապարտել են այդ ցեղասպանում։ Բայց ճանաչում եւ դատապարտումը ինչի համար է։ Ճանաչում եւ դատապարտումը դրա համար է, որ կարողանաս Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցես, որովհետեւ եթե Թուրքիան չի ընդունում հայոց ցեղասպանությունը, այսինքն չի ընդունում, որ քեզ ցեղասպանության է ենթարկե, նշանակում է մտադրություն ունի, քեզ նորից ցեղասպանության ենթարկի չէ։ Եթե գիտես ո՞վ էր ասել Պետրոս։ Արա մի ժամանակ մեկ մի հատ վարչապետ ունենք, այնց հայրենասեր մարդ է։ Արա չէ ինչ էլ է, տղան ես տենց չհասկացա։ Բան էր ան Նիկոլ Փաշինյան 20 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ ասում է, սա մեր պատերազմը չի միայն Ադրբեջանի դեմ, սա նաև մեր պատերազմն է Թուրքիայի դեմ, Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի 100 տարի անց իրականացնի իր մտադրությունը, ցեղասպանի հայ ժողովրդին, բնաջնջի հայ ժողովրդին վերացնի հայկական պետական։